խաղաղություն, թանկմասուն վաստակած հազարավոր զոհերի գնում։ Մեղեդային այս բառն այնքան գեղեցիկ է հնչում, բայց միայն մի ակի պայթյունով, մի գնդակի սուլոցով խաթարվում է այն, այլևս չեմ ուզում խոսել պատերազմից, թող որ երբեք մարտի հրաման չհնչի, երկինքը պարզ ու խաղաղ լինի։ Բաղ է, քաղաքակիրթ աշխարհ, ունկնդիր եղիր, մանկան կանչի։ Երկրին խաղաղություն է պետք, ամուր ու կայուն խաղաղություն։ Խաղաղություն ամբողջ երկրագնդին, ողջ երկրագնդին, առողջություն բոլոր մեր մանուկներին և անհոգ մանկություն։ Գիտեմ, ընկեր Անահիտի, ընկերների, որ ամորակ
Աստված ցանկանում եմ շնորհավորել այսօր մանկավարժների տոնի կապակցությամբ բոլոր մանկավարժներին, մաղթելով իրենց բեղուն աշխատանք, անփորձանք, ուժ, խորով, եռանդ, որպեսզի կարողանան մեր փոքրիկներին հանել այս դժվարին իրավիճակից։ Ես կատարված աշխատանքի համար ընկեր Անահիտին, եկեք ընկեր Անահիտին առանձնացնեմ, հա? Իր հոգատարության, իր սրտացավության, իր մարդկային որակի համար բոլորս միասին շնորհակալ աշխարհի ամենահին, ամենադժվար, ամենապատասխանատու, ամենաբարդ աշխատանքներից մեկը։ Այսօր մեր հրաշք դաստիարակները, ես չեմ ուզում առանձնացնել ուսուցչի դաստիարակներից, որովհետև եթե ուսուցիչը միայն կրթում և դաստիարակում է, ապա դաստիարակը պարտեզում և կրթում է, և դաստիարակում է, և խնամք, և հոգատարություն, և ուշադրություն է ցուցաբերում մեր մատաղ սերնդին։ Այն սերնդին, որ վաղը պիտի ապրի ազատ, խաղաղ, անկախ երկրում։ Ճիշտ է, ընկեր Լուսինեն նշեց, որ իրոք մենք միայն խաղաղություն ենք ցանկանում։ Խաղաղություն, որպեսզի կարողանանք այս փոքրիկ մատաղ սերնդին կրթենք, դաստիարակենք և արժանի զավակները դարձնենք մեր երկրի։ Ընկեր Անահիտ, ձեզ հատուկ շնորհակալություն, որ ուսուցչի տոնը կապեցիք նաև խաղաղության հետ։ Ես ուզում եմ նաև նշել, որ մեր կոլեկտիվում, մեր կողքին աշխատում են այնպիսի մարդիկ, ում զավակները այս պահին, այս դրությամբ ծառայում են մեր հայրենիքին։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, մեր զոհված հերոսներին և մեր կանգուն կենդանի զինվորներին, որոնք այսօր իրենց կյանքի գնով պահպանում են, պաշտպանում են մեր երկրի սահմանները, որպեսզի մենք կարողանանք այստեղ արարենք, ստեղծագործենք, մեր բալիկներին կրթենք ու դաստիարակենք։ Շնորհակալություն ընկեր Անահիտ, որ այս խաղաղության իրոք այսօր տոն պարգևեցիք դուք մեզ, մեր ծնողներին, մեր կոլեգաներին, բոլորին։ Ուզում եմ չառանձնացնել նաև ընկերներին, չեք էլ պատկերացնի ինչ ոգևորությամբ, ինչ ջերմեռանդությամբ ընկերներին աշխատում բալիկների հետ, ինչ ոգևորությամբ, որ լսում են ընկերների մոտ, արդեն չեն վերահսկում։ Շնորհակալություն Օլյա մորաքրոջը մշտապես դաստիարակի կողքին լինելու, հոգ տանելու, խնամելու համար։ Շնորհավորում եմ նաև մեր սիրելի կոլեգաներին, իդեմս ընկեր Լուսինեի, բոլորիդ տոնը շնորհավոր ձեզ ուժ ու եռանդ, առողջություն, երկար տարիների կյանք, որպեսզի մեր մատաղ սերնդին տանքին ամենը ինչ որ կարողանում ենք, ինչ որ գիտենք։ Շնորհավոր ձեզ նաև սիրելի ծնողներ, մեր բալիկները դեռ նոր են ավագ թևակողել և հուսով եմ դեռ էլի շատ արիցներ կլինի զարմացնելու և շնորհավորանքի խոսքեր հղելու ձեզ նաև ծնողներից։ Շնորհակալություն։ Կարևորը շնորհակալություն ձեր խմբի ծնողներին համախմբված լինելու համար։ Շնորհակալ եմ։ Կարողացավ մեզ 30 րոպե երջանկության պատը կարգել և մեր հայրենիքին և մեզ։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Նոր մի կյանք ամեն օր ուղեկցում է ինձ և ձեզ շնչով մի նոր մի աշխարհ որտեղ ապրում ենք
երազներով լի Եվ թող ամեն մի երազանք կատարվի Հերկատուն գույնել է զարդարված Հերոսներ ծանոթ ու շատ սիրված Ամենաբարի ընկերներով Կգտնենք հեքիաթը մեր սիրով Հերկատուն գույնել է զարդարված Հերոսներ ծանոթ ու շատ սիրված Ամենաբարի ընկերներով Կգտնենք հեքիաթը մեր սիրով Մի աշխարհ ու նոր մի երգ թող հնչի Աշխարհի մանուկներին թող հեքիաթը իմ կանչի Մի արև երկինք կապույտ ու թեցիածան Նկարված իմ հեքիաթում մեզ ընկերացան Հեքիաթում գույներ է զարդարված Հերոսներ ծանոթ ու շատ սիրված Ամենաբարի ընկերներով Կգտնենք հեքիաթը մեր սիրով Հեքիաթում գույներն են զարդարված Հերոսներ ծանոթ ու շատ սիրված Ամենաբարի ընկերներով Կգտնենք հեքիաթը մեր սիրով Հեքիաթում գույներն են զարդարված Հերոսներ ծանոթ ու շատ սիրված